Եթե ուզում եք Փաշինյանը չվերընտրվի, ընտրության գնացեք մարդիկ, ասում է նախկին իշխանական Ասլանյանը։ Համոզված եղեք, եթե 55%-ից ավել մասնակցություն ապահովենք, Նիկոլ Փաշինյանը 35%-ից ավել չի հավաքելու։ Ասլանյանն այսքան կտրուկ է, որովհետև վարչապետից նեղացած է։ Ասում է Փաշինյանին շատերը դեմ կլինեին դեռ 2018-ին, եթե անկեղծորեն ասեր, որ իշխանափոխությունը կառավարության ղեկավարի աթոռին նստելու համար է անում։ Մարդիկ գործող իշխանությանն էին մերժում, Փաշինյանը հարմար պահին, հարմար տեղում էր հայտնվել։ Ես ուզում եմ, որ քայլարամերժի Նիկոլին էլի այդ պրոցեսը պետք է գեներացվի եւ օր առաջ Հայացքների հակասությունները մի կողմ թողած, հասարակական քաղաքական գործիչները քննարկման սեղանի շուրջ են։ Հանրային դաշինք քաղաքացիական նախաձեռնության հրավերով։ Հանրային դաշինքն ուզում է հանձնաժողով ստեղծել խորհրդարանական ընտրություններին իշխանության դեմ միասնական մեկ ճակատ գեներացնելու համար։ Առաջնային հարցերի օրակարգ բերել սահմանադրության սուպեր վարչապետի հակով կարված դրույթների փոփոխության հարցը։ Հնարավոր իշխանափոխությունից հետո մեծ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ, որոնք կբացառեն կամ առնվազն նվազագույնի կհասցնեն մի հոգու կամ մեկ կուսակցության կողմից իշխանության 3 թևերի ընդունվածման հնարավորությունը, որը տանում է ավտորիտարիզմին կամ ավելի վատ տոտալիտարիզմին։ Առաջին գլխավոր խնդիրը Նիկոլ Փաշինյանի եւ ԿՊ-ի իշխանազրկումն է։ Սահմանադրական փոփոխությունների մասին պետք է մտածել, բայց Փաշինյանին վարչապետի աթոռից պոկելուց հետո միայն, ասում են քաղաքական գործիչները։ Այսօր գործող վարչապետին պարոն Աղազարյանը թույլ չտա խաբել դեռ ճանաչում 95 թվականից։ Եթե Փաշինյանը վերընտրվի, առնվազն 1 տարի հետո Հայաստանը հայտնվելու է Արցախի կարգավիճակում, պնդում է Արտակ Գալստյանը։ Իսկ հանրային դաշինքի ներկայացուցիչները հիշեցնում են, Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի այն միակ ղեկավարը, որ արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Ավելին, այդ արշավը դարձրել նախընտրական ծրագրի մաս։ Այս իշխանությունը այնքան չեմ զբաղվել, խոսապես բառը օգտագործում հավրգել։ Փաշինյանը պետք է գնա, որ իրականություն չդառնա թշնամու Հայաստանը 300,000 ադրբեջանցիներով բնակեցնելու ծրագիրը։ Պնդում են այստեղ հավաքված քաղաքական ու հասարակական գործիչները։ Հիշեցնում, Ադրբեջանը չի հրաշարվում Արևելյան Հայաստանի հաշվին Արևմտյան Ադրբեջան կառուցելու ծրագրից։ ՄԱԿ են դիմել, որ մարտի 31-ը հռչակեն հայերի իրականացրած ցեղասպանության օր։ Ասում են, հայերը Բաքվում 1918 թվականին իբր ցեղասպանել են իրենց։ Թուրքիայից էլ ասել են, որ Ադրբեջանին կաջակցեն նաև այս հարցում։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։